Ձեր լավատեսությունը պարոն Ռուբինյան չի կիսում դիվանագետ արտաքին գործերի նախարար պարոն Վարդան Օսկանյանը օրերս նա Facebook ժանգրահարմամբ անդրադարձել է նախագծին եւ այդտեղ վերստին միջանցք է տեսել եւ այսպիսի նկատառում են հայտնել այս միջանցքը Հայաստանի մեծ հաշվով նաեւ ԱՄՆ-ին ոչինչ չի տալու դրա մեջ միակ շահագրգռվածները Ադրբեջանն ու Թուրքիան են լավ կարելի է գոնե նման գործարքին համաձայնվելիս առնվազն 50% մասնաբաժին ստանալ 26%-ը այն ողորմելի կրճոնն է որ կտային նույնիսկ բացարձակ համր բանակցություն շատ լավ ստեղ երկու հարց ունեմ նախ երկու մասի, հա, բաժանենք երկու բան նշեցիք, մեկը տոկոսի մասին, մյուսը միջանցքի մասին։ Միջանցքի մասով ես կարծում եմ ցանկացած կարդալ իմացող մարդ, իսկ պարոն Օսկանյանը հուսով եմ կարդալ գիտի, կարող է կարդալ հրապարակված փաստաթուղթը, որտեղ միջանցք, այսինքն դա փաստաթուղթ է այն մասին, որ միջանցք չի լինելու։ Հիշեցնեմ, էլի, ինչի մասին են եղել մտահոգությունները այս վերջի 5 տարվա ընթացքում։ Հիմնական 3 թեմայի շուրջ անվտանգություն, արդյոք ով է պահելու անվտանգություն եւ նաեւ երրորդ երկրներ, հա, անվտանգություն եւ երրորդ երկրներ։ Չէ, արդյոք անվտանգությունը պահելու է երկիր թե ոչ։ Ընթացակարգեր արդյոք լինելու են համապատասխան անցագրային եւ մաքսային ընթացակարգեր եւ հայ սահմանապահներ լինելու են թե չէ լինելու։ Կհամաձայնեք, որ հիմնականում այս 3 անհանգստությունն է հնչել։ Այս փաստաթղթով հրապարակված փաստաթղթով հստակ սևով սպիտակին գրված է որ անվտանգությունը պահում են Հայաստանի համապատասխան մարմինները, սևով սպիտակին գրված է որ համապատասխան անձնագրային եւ մաքսային ընթացակարգեր լինելու են, սևով սպիտակին գրված է որ հայ սահմանապահները եւ այլ համապատասխան գերատեսչության ներկայացուցիչները ֆիզիկապես ներկա են լինելու համապատասխան անցագրային եւ մաքսային տեղերում։ Մի ընդհատեք էլի թողեք ավարտեմ։ Հետեւա ու մի 1000 անգամ գրված է որ ամեն ինչ տեղի ունենալու Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ իրազեկության շրջանակներում հատկապես կասկածամիտների համար գրված է որ ինքնիշխան ֆունկցիաները չեն արտապատվիրակվելու եւ այսպես շարունակ։ Այսինքն բաց փաստաթուղթը բոլորը կարող են կարդալ։ Հետեւաբար անհնար է այստեղ միջանց տեսնել։ Հաջորդը, երբ որ ասում է ինչի 50 գոնե 50% հա վերցնի, բայց իրանք երբ որ գույք պատկի դիմաց մեր ռազմավարական օբյեկտները հանձնում էին այլ պետության, ինչ են 100%-ը հանձնել։ Բա բացատրեն, ինչ են 100%-ը հանձնել։ Մի վարքյան։ Իսկ իրականում եկեք տարբերակենք, էլի։ Ինքնիշխանությունը եւ ինչ որ ընկերության մեջ պետական մասնակցության տոկոսը որևէ կերպ իրար հետ չեն հատվում։ Տեսականորեն տրիպը կարող է 100%-ը ամերիկյան լիներ։ Տեսականորեն դրանից մեր ինքնիշխանությունը կամ իրավազորությունը որպես կերպ չէր տուժելու։ Այլ օրինակ ձեզ բերեմ, օրինակ նայեք։ ԶՊՄԿ-ն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Հիմա մեր կառավարության օրոք Հայաստան պետությունը, Հայաստան կառավարությունը փայ է ձեռք բերել ԶՊՄԿ-ում։ Չեմ հիշում քանի տոկոս, էլի ինչ որ, բայց մի քանի տարի առաջ Հայաստանը 0% փայ ուներ ԶՊՄԿ-ի մեջ, բայց դա չի նշանակում, չէ՞ որ ԶՊՄԿ-ն հայկական չէր, այսինքն ինքը մեկը օտարերկրյա կապիտալով, հա, օտարերկրյա ինչ որ ընկերության պատկանող կոմբինատ էր, որը մեկը գործում էր Հայաստանում, Հայաստանի տարածքային ամբողջականության շրջանակներում, Հայաստանի ինքնիշխանության շրջանակներում, Հայաստանի օրենքներով հարկերը մուծում էր Հայաստանին։ Ու տենց հազարատ ընկերություն կա Հայաստանում։ 1000 հատ բառից բուն իմաստով 1000 հատ ընկերություն կա եւ 2000-3000 հատ։ Հետեւաբար տոկոսի հարաբերակցությունը ընդհանրապես տեղ կապ չունի։ Հաջորդը ինչի է Հայաստանը 26% ունենալու ԱՄՆ-ն 74, որտեղ ներդրումներ է անելու ԱՄՆ-ը։ Այսինքն, բայց ինչ է ստացվում, հերիք չի մենք այդ տրիպ ընկերությունից հարկեր ենք ստանալու, ինչպես ցանկացած այլ ընկերությունից Հայաստանում գործող։ Այսինքն, բարձր հարկեր, տուրքեր եւ այլն ստանալու։ Բացի դրանից, նաեւ մենք բիզնես շահույթի մի մասն ենք ստանալու, ինչը շատ լավ է։